Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ցավոք այս քննարկման ձևաչափը կառավարության հետ հարց ու պատասխանա, օրինակ եթե լիներ հարց ու պատասխան Գեգամ Մանուկյանի հետ, վստահ եմ բոլորը շատ հարցեր կունենայինք վերջինիս տալու, բայց վերջինս բնականաբար ինչ որ բայի դուրս կգար այս դահլիճից, ինչևէ հարցը ուղղում եմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին։ Տիկին Անդրեասյան, երեկ այս դահլիճում քննարկումներից մեկի ժամանակ մեզ մեր իշխանությանը ընդդիմությունից մեղադրում էին ժողովրդին հետևողականորեն խաբելու մեջ և որպես օրինակ և թերևս միակ օրինակ բերում էին 300 դպրոցների կառուցման ծրագիրը վկայակոչելով այն փաստը, որ ըստ էության ծրագիրը ուշանում է իր ընթացքից եւ ենթադրաբար կառավարության հնգամյա գործողությունների ծրագրերի այդ ժամկետից շեղվում է եւ մասնավորապես թիվ վկայակոչվեց, որ այս բանին շահգործման է հանձնվել 54 դպրոց, իհարկե փոքր-ինչ տարօրինակ է նմանատիպ գնահատական եւ մեղադրանք լսել մի քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից, ում իշխանության տարիներին, եթե ինչ, ապա դպրոցները հիմնավորապես քանդվել, օտարվել կամ սեփականաշնորհվել են, ինչևէ կխնդրեմ, որպեսզի արձագանքեք։ Շնորհակալություն, պարոն Աղաջանյան, ես կարծում եմ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագիրը թերևս կարիք չունի ապացուցման ու տեսանելիության, որովհետև մեր երկրի ցանկացած բնակավայր, ցանկացած համայնք մտնում ես և տեսնում ես ակտիվ շինարարություն։ Եվ եթե մեր ընդդիմությունը խնդիր ունի մեր բնակավայրեր այցելելու, մարզեր գնալու և այս պարզ իրողությունը ամենուր տեսնելու հետ, ապա մենք ամենօրյա աշխատանք ենք անում և ամենօրյա ջանք ենք դնում, որպեսզի այս բոլոր կառուցապատման գործընթացները հասցվեն տրամաբանական ավարտին։ Հիմա թվերի մասին։ 59 դպրոցներ արդեն հանձնված են շահագործման, 259 դպրոցներում ընթանում են աշխատանքներ։ Պարզ թվաբանությունը գումարում ենք և տեսնում ենք, որ սա արդեն ավելին է, քան 300-ը։ Բացի այդ, մենք ունենք ևս շուրջ 60 դպրոցներ, որոնք նախապատրաստվում են շինարարության գործընթացին։ Եթե մաթեմատիկական պարզ գիտելիքներ կան, էլի կարող են գումարել և տեսնել, որ խոսքը ավելի քան 300 դպրոցների մասին է։ Մեկ անգամ ասել եմ, նորից եմ ասում, բոլոր մտահոգներին թող անհոգ լինեն այն թվերը, որոնք գրված են կառավարության ծրագրում, դրանք տեղի են ունենալու, դպրոցը մեկ օրում չի կառուցվում։ Մենք գնացել ենք և տեսել ենք հատուկենտ շինություններ, որոնք ժամանակին կառուցվել են և վրան ամրացվել է դպրոց ցուցանակը, որտեղ մարզադահլիճ չկա, հանդիսությունների սրահ չկա, ճաշարան չկա։ Դպրոցն էլ այնպիսի մի շինություն է, որ ընդամենը 10 տարի հետո կապիտալ նորոգման կարիք ունի, որովհետև պարզ չի, ինչ որակի շինանյութ են օգտագործել, ինչ որակի աշխատանք են արել։ Հետևաբար կարծում եմ, որ ով, բայց այն մարդիկ, ովքեր խոսում են, պիտի ուղղակի լռեն, ամոթ է ուղղակի, որովհետև այն ինչ արվել է դպրոցների հետ, այն ինչ արվել է այդ թվում նաև շինարարության առումով, ուղղակի խայտառակություն է։ Եվ այսօր մենք գնում ենք այդ բոլոր սխալները շտկելու ճանապարհով, որպեսզի դպրոց անվանենք այն, ինչը ունի այդ բոլոր ենթակառուցվածքները, որպեսզի չստեղծվի իրավիճակ, որ մարդիկ մտածեն, որ պետության կողմից արվող շինարարությանը ինչ ասես կարող են անել և դա կանցնի։ Այսօր որակի ամենալուրջ վերահսկողությունն է այս ոլորտում և յուրաքանչյուր թվի հետևում կա նաև վստահություն, որ այդ դպրոցական շենքը ծառայելու է տարիներ և այդ դպրոցական շենքում մեր երեխաները ունենալու են անվտանգ և ապահով ժամանակակից պայմաններում կրթվելու հնարավորություն։ 300-ից ավել ենք ունենալու և ունենալու ենք ավելին քան 300-ը նաև առաջիկա տարիներին։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան մանրամասն պատասխանի համար, ես
հուսամ մեր ընդդիմությունը եւ մասնավորապես Տիկին Գյուրեղյանը, ով այս հարցը բարձրացնում է շարունակաբար ականջալուր եղավ ձեր խոսքին։ Ես կխնդրեի եւս մեկ հարցի պատասխանեք, արդյոք 2026 թվականի ավարտին մենք վստահ կարող ենք ասել, որ 300 դպրոցները ավարտին կհասցվեն։ Պարոն Աղաջանյան, որպեսզի կարճ պատասխանն է այո։ Եվ երևի երկար պատասխանի կարիք չկա, որովհետև դա ուղղակի աշխատանք է, որ արվում է։ Շնորհակալություն։